Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից շարունակում ենք ձեզ ներկայացնել մեր ազգային խոհանոցի կերակրատեսակները։ Այսօր ես հյուր ունեմ, իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Աղասի Բադալյանը։ Աղասի Բադալյանը հայտնի է մեր Գեղարքունիքի մարզում որպես ամենահամեղ, հնագույն, ամենաբովանդակալից կոլոլակի պատրաստող և նաև ձկան լավ մասնագետ։ Ողջույն, Աղասի ջան։ Բարև ձեզ։ Ինչպես ես եղբայր։ Շատ լավ։ Շատ ուրախ եմ, որ մենք կրկին միասին ենք և շատ ուրախ եմ, որ կրկին կարող ենք մեր հասարակությանը ցույց տալ, թե ինչ ասել է կոլոլակ, ինչ ասել է քյուֆթա, որ բառը ոչ հայերեն չէ, բայց բնույթը և երևույթը հայկական։ Ես էլ շատ ուրախ եմ կրկին ձեզ հետ աշխատելու Արարատյան խոհանոցում, ներկայացնելու մեր հայ ժողովրդին մեր ավանդական կիրակրատեսակները եւ ավելի կոնկրետ ասած մեր Գեղարքունիքի մարզի կիրակրատեսակները։ Այսօր մենք կպատրաստենք մեր գավառի բրենդ կոչված քյուֆտան։ Այո, կոլոլակը։ Հարգելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ ուղղակի, որ դուք իմանաք, կոլոլակը, այսինքն ծեծած միսը բացարձակապես հայկական երևույթ է եւ ընդհանրապես մսի նախնական մշակման առաջի ձևն է, որը փոխանցվել է մեզ մեր մեծերից, մեր նախնիներից եւ փառք Աստծո, որ շարունակվում է գավառում։ Կեցես, ինչ ենք անելու, ինչից ենք սկսում եւ ոնց ենք այդ ամբողջ գործառույթը իրականացնելու։ Այստեղ ունենք միս, ունենք ինչ է կոչվում, սալը, ունենք թակը, նաև ինչ որ մի բառ կա, թոխմախը։ Լավ, գնացինք։ Ունենք միսը ժլազատված, այն դնում ենք սալի վրա եւ սկսում ենք թակել։ Այսինքն ծեծում ենք։ Այս process-ը որքան է տևում, այ որքան է մեր այն այս process-ը մի քիչ երկար process է։ Մենք պետք է ամփերատար սպասենք, մինչև գործի ավարտը, մի քանի անգամ ծեծվում, ավելացվում։ Ծեծելու ընթացքում է ավելա։ Այո։ Զանգվածը հենց մենք արդեն ստացանք այն խտությունը, այն իր այդ ձևը, մենք դրանից կարող ենք պատրաստել շատ ու շատ կերակրատեսակներ։ Մի քանի տասնյակ կերակրատեսակ կարող ենք ստանալ այս այո։ Եվ այն տեղեկությունը, որ հաճախ մենք հանդիպում ենք, թե տոլմայի նախնական և հնագույն ձևը կտրատված մսից է, բարեկամներ, դա իրականությանը չի համապատասխանում, իրական տոլման այն նախնական ձևով հենց ծեծված մսից է, ընդհանրապես մսի առաջին մշակման եղանակն է սա։ Աղ ավելացնելով, ծեծելով, հարելով, հարստացնենք նաև մատակարարելով, օդով, այո, և ստացանք, ինչպես ասում են, գավառի կոլոլակ։ Հիմա ինչ ենք անելու սրանով։ Հիմա սրանով մենք կարող ենք պատրաստել մի քանի տասնյակ տեսակի ուտեստ։ Այսօր կպատրաստենք մեր գավառի թավա քյուֆտան և քյուֆտան։ Հիանալի, պատրաստենք, դրա համար ենք հենց։ Ինչա պետք է ստեղ։ Մեզ պետք է հիմա մի հատ խփելու թաս։ Խնդրեմ սոխ կտրատել, հա։ Գլուխ սոխ։ Մեծ ուրախության։ Մանր խորանարդների։ Շատ մանր։ Սովորաբար կոլոլակին լցնում են նաև ձու, ալյուր և այլն։ Դու այդ դրա կողմնակիցը չես, ոնց որ ես հասկացա։ Չէ։ Ըստ նախասիրությունների։ Ըստ նախասիրությունների ավելի մանր կարելի է կտրատել։
Աղաշան։ նորից Ավելի մանր էլ ոնց կտրատենք, աղաշան։ Իանալի։ Ես գիտեմ, որ այնուամենայնիվ քո պատրաստածը տարբերվում է այն ընդունված ձևերին, որը որ կիրառվում է բոլոր տեղերում։ ցանկացած կիրակերատեսակ պատրաստելիս ցանկացած խոհարար պետք է ունենա լավ տրամադրություն։ Հոգու ջերմություն նվիրի տվյալ կիրակերատեսակին ավելի համեղ կստացվի։ Ես բաղադրատոմսի համար մեկ բաղադրիչը դա Տրամադրություն։ է, Այդ որ տրամադրություն, այսպես էս բաներ կա։ Ժպիտով ծիծաղով, ուրախ տրամադրությամբ եւ մեծ սիրով պատրաստի։ Մանաման, որ մտածում ենք ում համար ենք պատրաստում, մեր սիրելիների համար, մեր լավ հյուրերի համար եւ դրանից արդեն նորից մենք ստանում ենք լիցքեր։ Լիցք ենք հաղորդում։ Այստեղ ինչ դնեմ ես։ Այդտեղ դնելու ենք մի հատ Կաթսա, թավա, մի հատ էլ կաթսա։ մի հատ էլ կաթսա։ Ջրով։ Տապակ ենք դնում, որպեսզի տապակվի եւ դնում ենք նաեւ ջուր, որ խաշենք։ Թավայի մեջ ավելացնում ենք յուղ։ Բայարսկոյի յուղը ոնց է, լավ է, չէ՞։ Լավ է, շատ լավ է։ Ոնց որ տնական յուղ լինի։ Յուղը կտականա, Թող տականա, մենք սկսենք հարել։ սկսենք հարել։ Այստեղ ասում են, հիմա կնայեն, կտեսնեն, կգրեն ձերքով արդյոք, թե ձեռնոցով։ Ձեռնոցով մի քիչ տեսքը լավ չի ստացվում, քանի որ, չգիտեմ, ծեծած միսը մի քիչ ձեռնոցով լավ չի ստացվում։ Այստեղից այսպես գնում է ինչը ձերքերի մեջ։ Հոգու ջերմությունը, սերը, չէ՞։ Անմիջական շփում, անմիջական հաղորդակցություն։ Այո, ես ուզում եմ այստեղ ուղղակի նշել հարգելի հեռուստադիտողներ, որ խոհարարի բոլոր 5 զգայարանները, այդ թվում նաև շշափելիքի զգայարանները աշխատում են։ Բնականաբար պիտի խոհարարը իհարկե։ Խոհարարի մտածվածը մտնում է սննդի մեջ։ Այո։ Հոգու ջերմություն է նվիրում, խին, ծիծաղ, սեր։ Ուզում եմ, որ մեր հեռուստադիտողները իմանան, մենք խաշելու դեպքում գոլ ջրի մեջ ենք խաշում, թե եռացող թե սառը։ Արևաջրի մեջ։ Արևաջրի։ Արևաջրի մեջ։ Դա նշանակում է մոտավորապես 35-40 աստիճան։ Կարելի է մի քիչ ավելի ցածր անել, քան բարձր ջերմաշրջանի տակ։ Արևաջրի մեջ եւ ջուրը պիտի լինի արևելյան դաշտավայրի կենարար արևի ջերմության, չէ՞։ Այո։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ, որ դուք առիթը բաց չթողնեք, նորից եմ նշում մեր հանրապետության ամենաճանաչված եւ արդեն հաջողված իր մտքերով կոլոլակ պատրաստող մասնագետին եք դուք ունկնդրում, այնպես որ կլորացնում ենք, գեղեցիկ, այո։ Սովորաբար նաև այսպիսի տարբերակ է օգտագործվում, երբ որ խաշվում է, խաշելուց հետո էլ նորից կտրատում են, տապակում, այ դրա մասին ինչ կասես։ Это ըստ ճաշակի, ցանկության։ Մարդիկ սիրում են ոնց որ տապակել յուղի մեջ, մարդիկ էլ սիրում են խաշածը։ Խաշածը, այո։ Բայց իրականում սա մի հզոր հումք է, որից կարող ենք պատրաստել տարբեր տարատեսակներ, այդ թվում նաև ապուրներ, այդ թվում նաև այն խավարտով մատուցվող կերակրատեսակները, մեզ որ այստեղ հարկավոր է զարկ տալ մեր երևակայությանը եւ կանգ չառնել ոչինչի առաջ։
շարժվում է, քանի որ յուղը տաք էր, հենց անմիջապես կեղև վերցրեց եւ մենք կարող ենք շարժել։ Հիմնական համը կապված է կեղևապատման հետ։ Դա լինի խորոված, դա լինի Այո։ թավաքյուղտա, պետք է կեղևապատվի, որպեսզի ոնց ասեմ, Ավելի հյութալի լինի։ Հյութալի լինի։ Այո։ Այո։ Համաձայն։ Սա մի քիչ արդեն կերևը պատվել է, շրջենք, չէ, լրիվ չէ։ ոնց ասես։ Աղաջան, ոնց որ պատրաստվեց արդեն։ Պատրաստ է, այո, պատրաստ։ Հիմա մատուցենք, եղբայր։ Սա գավառի հանրահռչակ կոլոլակը։ Սա էլ պատրաստ է, չէ՞ արդեն։ Արդեն պատրաստ է, հա։ Թավաքյուղթա կամ ինչպես կասենք տապակի կոլոլակ կամ տապակված կոլոլակ։ Այդ ճիշտ է որ ասում են, եթե կտրելուց չի։ Ճլթած։ Իսկ ճլթած։ Հա, ճանաչած։ Հենց կտրելուց էլ է երևում ինքը արդեն դեֆորմացում է։ Իրա Ես պիտի խոստովանեմ, որ իհարկե իմ ամբողջ այս խոհարարական կյանքի ընթացքում շատ ու շատ մարդկանց եմ տեսել կոլոլակ պատրաստելիս, բայց այն բծախնդրությունը, այն լուրջ վերաբերմունքը կոլոլակի նկատմամբ, որը ցուցաբերում է աղասին, երբեք ինձ չի հանդիպել։ Սկսած այդ ջրի եռալու, ջրի այդ ընթացքի գոլորշի դուրս գալու, չգիտեմ, եւ այլ հանգամանքներ։ կոլոլակը մատուցում ենք կծու Թարմ պղպեղով։ քար պղպեղով։ Իհարկե ըստ ցանկության նաև կարելի է մատուցել յուղ։ Իսկ մենք հիմա ցանկանում ենք յուղ։ Չէ, չեն ցանկանում յուղ։ Չենք ցանկանում, մենք առողջ ապրելակերպի կողմնակիցներն ենք, չնայած եթե մենք լավ ենք աշխատում եւ լավ էներգիա ենք ծախսում օրվա ընթացքում, յուղը խոչընդոտ չէ։ Եվ միաժամանակ պատրաստ է մեր, այսպես ասած, թավաքյուղտան։ Տապակված կոլոլակը։ Աղասի ջան, մեզ շատ են քննադատում օտարահունչ բառեր ասելու համար, եւ դրա համար հենց դու արտահայտվում ես, ես ուզում եմ մեր ճիշտ արտահայտչաձևը հուշել։ Նա հաշված, նա տապակված։ Շատ ախորժելի կերակուր է։ Արդեն ցանկությունը առաջանում հոտից Խոսացող կերակուր է։ պատրաստ ենք։ Այն կորտոլը Կորտոլը կարտոֆիլն էլ միանալ։ Հրաշալի, հրաշալի։ Ինչ կցանկանաս մեր հերոստատիտողին։ մեր հեռուստադիտողին կցանկանամ առողջություն, սնվել հայերեն, օգտագործել այն կերակրատեսակները, որ օգտագործել են մեր պապերը ժամանակին եւ այսօր իմ ուղերձը մեր ամբողջ ժողովրդին, իմ հայ ազգին միայն սնվեք հայերեն։ Սնունդը ամենակարևորն է մեր առօրյա կյանքում եւ կախված մեր բնակլիմայական պայմաններին մենք պետք է օգտագործենք հայկական սնունդ, հայկական կերակրատեսակ։ Բարեկամներ, սնվենք հայերեն։
Ես ուզում եմ ձեր անունից, ձեր կողմից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել աղասին, ցանկանանք, որ նա շարունակի իր այդ լավ գործունեությունը, որը ի նպաստ է մեր ազգային խոհանոցին եւ իհարկե մաղթենք առողջություն եւ առողջություն։ Շնորհակալություն աղաշ ջան։ Շնորհակալություն ձեզ հրավերքի համար։ Քյուֆթա Տավարի փապկամիս 2 կիլոգրամ, սոխ 50 գրամ, աղ 60 գրամ։ Թավա քյուֆտա Խճողակ 500 գրամ, սոխ 70 գրամ, աղ 20 գրամ, կարտոֆիլ և բուլղարական պղպեղ ձևավորման համար։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք պատրաստեցինք ավանդական կոլոլակ։ Կոլոլակը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ բնականաբար հիմա միգուցե մեր աղասին այսպես ասած չհամաձայնվի, բայց այնուամենայնիվ մսեղեն կերակրատեսակի հետ կարմիր անապակ, անսահմանափակ գինի։ Իհարկե համաձայն եմ, պարոն Մամիլյան, ես գավառեցի լինելով Վարաղ օղին անպակաս պետք է լինի ցանկացած հայկական կիրակրատեսակից։ Ապրես դու եղբայր, ապրես դու։ Բարեկամներ, մեզ մնում է ձեզ մաղթել, որ լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։ Տեսություն։